Ադրբեջանը կուլ տվեց Իսրայելի Նախիջևան ուղարկած, այսպես ասած, խայծը։ Նրանք, ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն արդյունքը կտա։ Հետևաբար այս հարցի վերաբերյալ պետք է գործողությունների ծրագիր կազմվի։ Բոլոր հանձնարարականները տրված են։ Ալիևը բռունցք է ցույց տալիս Իրանին, սպառնում, զգուշացնում այն ֆոնին, երբ Իրանը հայտարարում է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու չի արձակել։ Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ Բաքուն միտումնավոր է սրում վիճակը։ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելուն։ Ադրբեջանի խոսքերը ծիծաղելի են Իրանի համար, իսկ վրեժի տերորիստական գործողության մասին խոսելը կարճամտություն, ընդգծում է իրանագետը։ Շատ կոպիտ եւ սխալ ժամանական կառուցվածքով խոսք է։ Ոնց կարող է ինքը պատժել Իրանին, եթե ասենք նույնիսկ դա Իրանի կատարած քայլն է եղել, ինչպես է պատրաստվում նույն դասը տալ, ինչ որ տվել է Հայաստանին եւ ըստ դեպքում Իրանին։ Իսրայելն ուզում է Իրանի դեմ պատերազմում շատերին ներքաշել, այդպիսով կթուլացնի իսլամական պետություններին միաժամանակ եւ կկարողանա իրականացնել բազմամյա նպատակը՝ մերձավոր արևելքում դառնալ միակ թելադրողը, կարծում է քաղաքագետը։ Իսրայելի ստրատեգիան է եւ Միացյալ Նահանգների ստրատեգիան է, որպեսզի Ադրբեջան եւ Իրան ռազմական գործողություններ տեղի ունենան, որին բնականորեն ներքաշվելու է նաեւ Թուրքիան։ Թուրքիայի ներքաշվելու դեպքում բնականաբար արդեն ակտիվանալու են նաեւ քրդերը, Իրաքի քրդերը, Իրանի քրդերը, Թուրքիայի քրդերը, եւ այդ քրդերը ամենը իր ծրագիր ունի։ Մեկը Թուրքիայից ուզում անկախանալ, մեկը Իրանից, մյուսը Իրաքից եւ ասա երկարատև տարիներ տևող պատերազմ է լինելու։ Բաքու ուղարկված անօդաչուն ակնհայտ սադրանք էր Իրանի դեմ, կարծում է Խանլարյանը։ Մինչ Ստեփան Դանիելյանը հավանական է համարում եւ ամերիկյան եւ բրիտանական կողմերի ներգրավվածությունը, իրանագետը վստահ է, Իսրայելն է ուղարկողը։ Իդեպ, հետաքրքիր է, որ ադրբեջանցիներն էլ տեսախցիկները միացրած, կարծես սպասում էին հարվածներին։ Իսրայելը Ադրբեջանում եւ մեր Արցախում պատմական Արցախի տարածքներում ունի լրտեսական հզոր հնարավորություններ եւ զինվորական։ Բնականաբար այդ պոտենցիալից օգտվելու խնդիր կա եւ կփորձեն եւ արդեն ապացույցները կան, որ կփորձեն ներգրավել այս հակամարտության մեջ։ Բայց Ադրբեջանը կարող էր դիվանագիտական ճանապարհով կարգավորել հարցը, քանի որ Իրանի հետ պատերազմելը ձեռնտու չէ նաև իր համար։ Հարևան պետություններում վարկյանի տարբերությամբ նոր իրողություն է ստեղծվում։ Ինչ անի Հայաստանը։ Հիմա Հայաստանի համար լավագույն լուծումը ոչ թե լռելն ու սպասելն է, Հայաստանը պետք է հիմիկվանից սկսի գործել։ Ինչպես գործել, դա արդեն այլ հարց է։ Առաջինը դա ռազմական պատրաստվածությունը բարձրացնել, Սյունիքում պաշտպանական շոր գործողություններ սկսել իրականացնել հնարավոր զարգացումների դեպքում եւ տանել բանակցություններ հնարավոր դաշնակիցների հետ։ Հայաստանի համար առաջնահերթությունը սեփական անվտանգության ամրապնդումն է եւ սահմանային ուղղությունների վերահսկողությունը, հատկապես Սյունիքում, որտեղ ցանկացած զարգացում կարող է անմիջապես անդրադառնալ տարածաշրջանի ուժերի բալանսի վրա։ Իրանում շարունակվող ներքին լարվածության ֆոնին ադրբեջանական մեդիայում կրկին ակտիվացել է հարավային Ադրբեջանի թեման։ Խոսքը Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում պատմական Ատրպատականի տարածքում բնակվող 12-ից 14 միլիոն ազարիների մասին է, որոնց շուրջ արդեն երկար տարիներ թյուրքական աշխարհը ձևավորում է աշխարհաքաղաքական սցենարներ։ Իսկ երբ է ծագել բուն հարավային Ադրբեջանի խոսույթը։ Ինչքան ես տեղյակ եմ, հարավային Ադրբեջանի տերմինը որպես աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական եզրույթ կամ կատեգորիա նոր չի։ Սա երևի ունի առնվազն 30 կամ 40 տարվա անցյալ։ Արդեն երբ սկսվեց
անկախացման process-ը Ադրբեջանի դեպքում, ինչպես նաև զուգահեռաբար Կովկասյան մյուս ժողովուրդների դեպքում շատ մեծ ասացություն կար Թուրքիայի կողմից Ադրբեջանի վարչակարգի վրա։ Թե ինչ նշանակություն ունի Իրանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը Ադրբեջանի համար եւ որն է հարավային Ադրբեջանի խոսույթը առաջ քաշելու նպատակը, ադրբեջանագետի պնդմամբ կապված է Բաքվի հերթական տարածքային նկրտումների հետ եւ չունի պատմական հիմքեր։ Ադրբեջանի Հանրապետությունում, Իրանի ձևակերպման Բաքվի Հանրապետությունում ակնկալում են, որ գոյություն ունի ինչ-որ երևակայելի միացյալ Ադրբեջան եւ նրանք կարող են Իրանի Ադրբեջանը կպցնել Ադրբեջանին ու ստանալ ինչ-որ մի պետություն նոր միացյալ Ադրբեջան եւ այդ նախագծի մեջ նաեւ մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքը, որը որպես արևմտյան Ադրբեջան կմտնի։ Բաքվում այս խոսույթը ակտիվանում է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Իրանում սկսվում են ներքին անկայունություններ։ Այս անգամ օրինակ Իլհամ Ալիևը Նախիջևանին Իրանի ենթադրյալ հարվածից հետո հայտարարություն արեց ակնարկելով Իրանում բնակվող ադրբեջանցիների գործոնի մասին։ Ադրբեջանի ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով ճնշելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Բաքվի կողմից արձագանքի, այդ թվում այնպիսին, որը կազդի Իրանի ներքին կայունության վրա։ Անկախ Բաքվի ցանկություններից ու բարձրագույն հայտարարություններից ազարիների մշակույթը մեծապես կապված է իրանական մշակույթի հետ։ Նրանք ծագել ու ձևավորվել են Իրանում, խոսել հին պարսկերենով։ 16-րդ դարում օսմանների ատրպատականը գրավելուց հետո են աստիճանաբար դարձել թուրքալեզու, բայց ոչ սեփական կամքով։ Սուլթան Մուրադը օրինակ արգելել էր պարսկերեն խոսալը այդ ամբողջ տարածքում, Թավիզում եւ այլն, եւ որպես պատիժ լեզուները հատում էին այն մարդկանց, ովքեր շարունակում էին խոսել պարսկերեն կամ հին ավեստայական լեզվով։ Եվ այդ պատճառով շատ բռնի ճնշամիջոցների արդյունքում լեզուն փոխվեց։ Իրանի համար մշտապես զգայուն թեմա է եղել իր հյուսիսի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունը։ Ազարիների մեծամասնությունն իրենց համարում են իրանցիների հետնորդը։ 1940-ականների կեսերին ԽՍՀՄ միջնորդությամբ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության ձևավորումից ու փլուզումից հետո Բաքվի քարոզչության ազդեցությամբ Ադրբեջան գաղթած 10,000 ազարիների մի մասը ստիպողաբար հրաժարվեց Իրանի քաղաքացիությունից։ Ավելի քան 2000 ազարի էլ հրաժարվեց ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ վերադարձավ Իրան։ Ատրպատականցիները Իրանում իրենց իրանական ասկի ավանգարդ էթնոսն են իմանում եւ պատմության մեջ ունեցել են իրենց իսկապես ավանգարդ դերակատարությունը շատ պատմական իրադարձությունների մեջ։ Թեման շարունակում է քննարկվել ինչպես տարածաշրջանային քաղաքական դաշտում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, հատկապես Իրանում ընթացող գործընթացների ֆոնին։ Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ազարիների գործոնը պարբերաբար հայտնվում է տեղեկատվական եւ քաղաքական հայտարարությունների կենտրոնում։ Զարգացումների հետագա ընթացքը կարող է պայմանավորել, թե որքան ակտիվ կշարունակի մնալ այս հարցը տարածաշրջանային օրակարգում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։